Երեկ ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտնեց, որ քրեական եւ համայնքային ոստիկանները բացահայտել են Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքը։ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Տեղեկություններ էին ստացվել, որ հունիսի 9-ին ժամը 15:00-ի սահմաններում հուշարձանների տառերը պոկել է Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը։ Նույն օրը ժամը 8:40-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է ՔՕԳՎ Շիրակի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է կատարվածը։ Շամշան.com-ը հայտնել էր, որ 41-ամյա տղամարդը, ում կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, աշխարհահռչակ, ծանրոթ, օլիմպիական խաղերի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն երջանկահիշատակ Յուրի Վարդանյանի քրոջ որդին է։ Նկատենք, որ 2026 թվականի մայիսի 25-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում էր, Յուրի Վարդանյանի քույրը, որի որդին այս պահին կասկածվում է վանդալիզմի մեջ եւ այժմ ձերբակալված է, անձամբ մոտեցել էր վարչապետին եւ շնորհակալություն էր հայտնում։ Ես Յուրի Վարդանյանի քույրն եմ, մենք ուրախ եմ, այո։ ուզում եմ իմ ընտանիքիս անունից, քույրերիս անունից, որին շնորհակալությունս հայտնեմ ձեզ։ Եվ ահա շնորհակալությունից 1 ամիս անց որդին կասկածվում է հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ, ում է փորձել այս քայլով 41-ամյա տղամարդը որևէ բան ապացուցել, դժվար չէ կռահել։ Փաստ է մեկ բան, որ նա այս պահին ձերբակալված է։